Բարելույս սիրելիներս, ամուսնուս պատվերով այսօր հավ էր գնել մեր հարևանից, որտեղ որ ձեզ ցույց եմ տվել, պետք է գնամ մի օր այդ ֆերման։ Խնդրեց, ասեց Անայիտ, ասեց Անի, ասեց մամի ռեցեպտով մի հատ սարքես հավ էլի, այդ զեյթունով եւ բանով, սնկով։ Կոչվում է բլանկետ, սա բլանկետը դե փուլ է։ Եթե կցանկանաք, ասեք ցույց կտամ, դժվար ոչինչ չկա, շատ հեշտ է եւ շատ համեղ։ Ահա սիրելիներս, եւ պատրաստեցի բրնձով փլավ, իսկ իմ համար չեմ սարքել, սա ես չեմ ուտելու, որտեղ սա մեջը սունկ կա, ես ուղակի խավ եմ իմ համար խաշել, խաշած հավ կուտեմ։ Եվ մի հատ լավ աղցան եմ պատրաստում հորինված, յատեր Աստված։ Ուրեմն 3 կաբաչկաներ տեսակ, չէ, ես տապակեցի, այսօր ուղակի air fryer-ի մեջ դրեցի, որ մի քիչ ավելի տաքանա չորանա։ Չնայած ասեմ դες, որ ինքը չի չորանում բանի նման է, ինչ ասում, սմբուկի նման։ Հիմա ես այս մի շերտը կդնեմ, մի շերտի վրա ու կկտրատեմ փոքրիկ լոլիկը, սոխ, հետո ֆետա պանի եւ կլինի հրաշալի աղցան։ Մամ ջան, բարև մեռնեմ արևիդ։ Այդ էս ինչ է, զակի Սերժը ասում, Սերժը ասածը խոն գետնովը չեմ տա, նայի, բանի դողյայի պատրաստած շամպինյոնով ու զեյթունով հավ կուտես, մամ ջան, բլանկետ շատ համեղ է, բրնձով փլավի հետ։ Ես լոբիկ ես բացել։ Չէ, մի բաց, սակեր։ Ու եկել է սալատն եմ անում, պամիդորով բանը։ Լավ, ես ինչ Դու այսօր խնդրում եմ բախալտուրա։ Ոնց ես մեռնեմ արևիդ։ Լավ, փառք ասա, բանը ջան։ Դե լավ է։ Երեխեք ջան, հեսա մայրիկ հետ մի քիչ զրուստանք, դե զրուցա լինում, մեկ-մեկ ես ու մայրիկն ենք ուզում, առանց ձեզ։ Հետո արդեն կմիանանք կամաց։ Այս սիրելիներս, մի շերտը կաբաչկա, սոխ, մի քիչ սամիտ պետրուշկա, պամիդոր, ֆետա եւ ռեհան։ Հորինված սալատա հիմա։ Կարող է հորինողները մեզանից լավն են։ Ինչ եք ասում։ Իհարկե ոչ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, ինչպես եք։ Հուսով եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես ստացա իմ պատվերը, եկեք բացենք միասին, հիմա կասեք Անայիտ, այսօր ինչ ես պատվիրել, հիմա ձեզ ցույց տամ ինչ եմ պատվիրել ժողովուրդ ջան, սենց անեմ, որ լավ տեսնեք, ուրեմն պատվերս, ես ձեզ բոլորիդ ասել եմ, չէ, որ յուրաքանչյուր աղջիկ, յուրաքանչյուր կին պետք է ունենա մոկասեն, կոշիկներ։ Ես սրա սևը ունեի և ճիշտ ասած անընդհատ մտածում էի պատվիրեմ նաև այս գույնը։ Հիմա եկեք բացենք միասին, ուրեմն բրենդը Գաբողն է, կոմֆորտ, շատ կոմֆորտ ունի, բավականին շատ։ Վաղը կգա այն մյուսը, ուրեմն բասանոշկա չէ, սաբոներ եմ պատվիրել, էկո ֆիրման։ Հիմա տեսնենք, չգիտեմ երեխեք, բասանոշկաները ինչ հագնում եմ, ցավացնում է ոտքերս, տեսնենք ինչ է։ Ահա սիրելիներս, պատվիրել եմ այս գույնը, նույն այդ մոկասենի այս գույնը, ես ճիշտն ասած հիմա չեմ հագնի, որովհետև մեր մոտ արդեն քանիսն է, ժամ 6-ն է, ոտքերս երևի ուռած կլինի, ես խոստանում եմ վաղը ձեր համար, ես վաղը ձեր համար կպատրաստեմ մի լուկ, որտեղ վաղը մենք ռեստորան ենք գնում, ես ավելի շուտ ընկերուհիներիս հետ, և ես այն կհագնեմ, մի լուկ կընտրեմ, կիսա սպորտային, կիսա տենց շիկ, միասին, գույնը շատ է դուրս գալիս, հիմա մնում է տեսնենք, եկեք դել ավելի մի հատ փորձեմ, տեսնեմ ոնց է, մանավանդ աջ ոտքիս հետ վնասվածքից հետո, պրոբլեմը աջ ոտքս է, ոչ թե ձախը, այդ պադյոմի մոմենտն է, էլի, անցյալ տարի մի անգամից ուղղեց ոտքս, Գիտեք երեխեք, կես ռազմ, այս գաբորի լավը, այնա որ կես ռազմերներ են անում, դրա համար ես կես եմ վերցրել, ապա, ահա սիրելիներս, շատ գեղեցիկ է, չեմ ուզում հիմա ցույց տամ, որովհետև շորտիկով այդքան չի լավ երևում, մի քիչ կբացվի ինձ թվում է, ահա,
Լավն է։ Բարով Մաշես Անահիտ։ Միշտ ուզում էի ճիշտ ասած, բայց անընդհատ ասում էի այսօր եկուց։ Ուրեմն սևը երեխեք, սա գնել եմ ինչքան սևը կարծեմ, եթե չեմ սխալվում, սևը գնել եմ 2 տարի առաջ եւ 130 եվրո էր կարծեմ, եթե չեմ սխալվում, դե իր գինն է, կոշիկի գինն է։ Սա գնեցի Ամազոնից, սևը Զալանդոյից եմ գնել, սա գնեցի Ամազոնից եւ գնել եմ ինչքան տվեցի, եթե չեմ սխալվում, 90 եվրո։ Զեղչով եմ գնել սա։ Վաղը լուկ կսարքեմ, կհակնեմ եւ ձեզ ցույց կտամ։ Շաջան, եկել ես հյուր Անահիտը չկային։ Հավա չեմ արել։ Իմ սիրուն մայրիկ։ Այսօր բլոգդ էի հավաքում, այնքան համ ուրախ, համ տխուր, համ հուզվեցի, համ ծիծաղեցի, անգամ ես խենթացա այսօրվա բլոգի համար, այսօրվա բլոգի համար գժվում եմ։ Այնքան եմ ուրախացել, մեկ է մի մոմենտ տխրում էի, մի մոմենտ ծիծաղում էի։ Ինչի՞ Իմ հումորով մամա, որովհետև այնքան բրական ես պատմում։ Համա, դες ինչ։ Ամբողջ կյանքս։ Այդ պապս որ պատմում էր Տրաբիզոն, Սամսոն, իմ համար անհասնելի։ Երևույթ է, որ Ամերիկա գնա։ Հետո բարդ վիճակես որ գնացինք, բանով Թուրքիա գնացինք, Սոխումիով գնացինք, Սոխումի ասեցի რა։ Հա, դերով ուրեմն սահմանը չայ պլանտացիաներ են, ավտոբուսով որ գնում ենք, մի հատ բանը, փշալար։ Ու այդ չայ պլանտացիան էդ է դրանց սահմանը։ Գիտես, այդքան մոտ կպած։ Այդքան է ազիվ։ Այդքան է իրար չայ պլանտացիան են այցում, ստեղը թուրքերի։ Վերջ անցանք մի գյուժամեջ տվեց երևի շատ մոտ է, շատ։ Հասանք Տրաբիզոն։ Գրասես Տրաբիզոնն է, Ջանդ շաքարվեց, տալիս է Տրաբիզոն, սենց որ շուրի գար նայեցի շենքերը, բանդեղը, ով ծովը բան ասիկ, հող եմ դրցել կլոխը, ինչ էր գերեցիկ տեղ են ապրում, աշխարի ամենաճիկնախ։ Բայց պատուանները։ Մեկ էլ որ շուրի գատեսնե, 2-3 հարկանի շենք էր, 3 հարկանի, 2 հարկանի շենք էր, ուսանումներ էր, սա ֆոլկա էր։ Էդի շոքի։ Կմերնի որ ոլեմ է սարկեի կարկին պեդիչ։ Մամ այդքան պիտի, այդքան ճաշապ ունեն այն։ Բա ինչ է։ Մամ, բայց մի հատ բան ասեմ, ինչ լավ ասեցի, անասունները, երեկվա բլոգի մեջ ասիր, անասունները ֆոլգա են։ Ֆոլկա են քաշեն, ոլեների փոխարեն։ Վայ, մամ։ Ու ես քեզ պատմեցի, չի ասեցի, դա է լենդական ոչ տղերի։ Իմ ծնված ես քան տարեկան էի։ Վերջը այդ հելայի շատ շուտ էին սաշկել։ Արա, դե լեննականը դուրի Գյումրին ուրիշ մոլորակ ա եղել էլի։ Ասում բանը, Սևարտաշենց Շուշանիկը։ Տղեներն եկեղեցում տիրացու էր։ Եկեղեցում տիրացու էր։ Ուրեմն գյուղերից որ գալիս էին։ Մամ, տիրացուն տեր չի, ինքը իրավունք ուներ ամուսնանալ։ Սարկավակ էր որ բանը։ Հա։ Ուրեմն գնացքից որ գյուղացիները գալիս էին գնացքից իշտում էին, այդ ուղիղ մեր փողոցով էին գնում շուկան։ Հա։ Կայրանից որ գալիս էին, շուր են գալի ուղիղ մեր փողոցով վերևից իշտերով գնում էին շուկա։ Ուրեմն հենց այդ ժամանակ այդ Շուշանիկը բանը դուրը բացում էր գյուղացիները գիտեր որ ժամին գալիս են գնացքը գալի ցույց էին բերում։ Էսի ցույց էր անում, բայց մի հատ ֆորմա ուներ անայդ։ Այդ ֆորմին այդ ծվերը պետք է եւ որ ընկնում է չեր անում փոքր է։ Это же не правозащитник. Так а что мне правкошно? Потом решение не могли. Ուրեմն հատուկ կալցո ուներ Շուշանիկը։ Ու այդ ծվերը հերթով այդ խեշ կուղացել։ Դրա համար հարստացել է մամա։ Չիկան էր ինքը։ Ծվերը վեդրոյով խեշ կուղացի բերում ծն դնում են, դե գնաց մեծ տեշը հերթով այդ կալցոյից անցկացնում էր, որը ընկնում էր չէր վերցնում։ Լավ է։ Պատկերացնում ես մամ ինչ ա մտածել։ Էսա մեր փողոցը գիտեն որ Շուշանիկը շատ չիկան է։ Ժլատա։ Էկոնոմիկը նիկ ա եղել էլի մամ։ Գրող է։ Էկոնոմիան ինչ կապ ունի ծվի խոշորու բաների հետ։ Դասա տերերը գիտեն որ Շուշանիկը ծվի կալցոյով անցկացնի։ Երեխեք մի Բայց արդեն մեկ երկու հետ որ գյուղացիները գազել չէին կայնում դրա մոտ իշտ մեծա։ Եմ կյանքի դու միշտ այդպես ուրախ
պատմություն։ Էլի պատմություն գիտես։ Մամ, մոռանում եմ հարցնեմ։ Ասա։ Պոլոզ Մուկուչը որ թվերին ա եղել։ Պոլոզ Մուկուչը։ Հա։ Ես չեմ տեսել Պոլոզ Մուկուչին, մերելա։ Թե ինքը քեզնից հետո ա եղել, մամ։ Շուտ ա եղել։ Բայց բոյով ա եղել, մամ։ Բա ինչ ա եղել։ Բոյով մարդ ա եղել։ Մեկ էլ Պոլոզ Մուկուչը, մեկ է Ծիտրուալեկը։ Ծիտրուալեկը։ Բոլոր լենականցիները միջև հիմա ազգական անուններ ունեն իրանք, բոլորը։ Դա պատահական բառը չէ, որ ասում եմ, մերնեմ ջանիդ։ Ես որ խոսում եմ, ասում եմ, դու գիտեք, ես սովորական զրույց եմ անում ու ասում եմ, խորատայ է, էլի։ Բայց չէ, ես խնդրում եմ, որ Երեխեք ջան, մայրիկս ինձ անդադ ծիծաղացնում է, որտեղ մի քիչ վատառող չեմ։ Ուզում եմ, որ ես անդադ ծիծաղամ։ Տեսնում եք, դաժե այս տարիքում իմ մաման գիտակցաբար մոտեցիր ամեն ինչին, հատկապես ձեր առողջությանը։ Եթե քեզ վատ ես զգում եւ այլ, ամեն ինչը կախված է արտաքին երևույթների հետ։ Դիմացինի հետ, հարևանի հետ կամ ընկերուհուդ հետ կամ բարեկամի հետ, քրոջը եւ այլը, խոսազրույցից, որ խուսափի տխուր, ծանր պատմություններ, խոսակցություններ, դրանք էլ մի անդրադարձի դրանց։ կինոները դաժե պիտի նայես լավ։ Հա, կինոները դաժե լավ Կոմեդիաներ կինոներ կինոներ, հա, հա։ իհարկե։ Հա։ Դրա համար էլ Ես մի հատ կարաս ինձ ուրախ պատմություն պատմես, ես ծիծաղամ։ Ինչի այնքան ուրախ պատմություններ ունես։ Ամեն բան չենք կարա պատմենք, բայց այնքան ուրախ պատմություններ ունես։ Շատ եմ սիրում իմ մամայիս արկածներից։ Երեխեք, իմ մաման շատ սպորտային ա եղել, շատ, մամ շատ ուժեղ ես վազել, չէ։ Հիշում եմ, որ մի անգամ եկել էին Ջուլիկ ենք օղորմածիկ Զելիմը մեր տուն, Սաթիկ ասում է, հիշում եմ, այդ ինչ վազել էիր վազում դու, որ հետևիցը չէի հասցնում։ շատ, անչափ։ Ատլետ պիտի լինեիր, էլի, ատլետ։ Ուրեմն երեխեքով, հայատ երեխեքով խաղում էինք ամբողջ օրը կլաս էինք խաղում, գնդակ էինք խաղում, գնդակ չունեինք, անայ ջան։ Գնում էինք, դե մենք մոտ էինք ապրում հրապարակին, սպորտային խանութ կար։ Հա։ Այդ թենիսի գնդակները կար, հա։ Էդի վիտրինում դրված էր թենիսի գնդակները, ուշքս գնում էր։ Հատուկ գնում էր, եկող ահագին հերո էր, մտքան ասին բան չի։ Երեխայի վազելով գնում էր, հատուկ սես կանգնում էի վիտրինից, այդ գնդակները նայում էի գալիս էի, նայում։ Ինչ էինք անում, գիտես Անայդ։ Լացս եք։ Անայդ, Մամ, դու դե ուրախ պատմություն պատմես։ Անայդ ռեզին կա, չէ՞, այդ կոշիկները որ մաշվում էր, դստակը ռեզին էր լում։ Ռեզինը դե բակրիշկի ռեզիներ ավտոյի դողերի բանի գտնում էինք, կդրում էինք։ Ուրեմն դե բամբակի թելերներ մեր մոտ տրիկոտաժի ֆաբրիկա կա, չէ՞, մեզի մի հատ հարևան ունեն, դրա աղջիկա հետ հա խաղում ենք, այդ աղջիկները։ Տեքստիլ էլի, տեքստիլ։ Այդ թելերից բերում էր այդ կնիկը, Ալաքսի էր անունն էլ։ Երեխեքի համար նասկիներ էր գործում, բան էր անում, այս աղջիկան ասում է գնա այդ մորը թելից գողցի առարի։ Գնում բերում էր, վազում էր, չէին կրա ասեն չէ, պետք է գնային, ապայման։ Ուրեմն բերում էր այդ բանը, ռեզինը լավ փաթաթում էր։ Դու այդ տարիքում դա։ Այդ տարիքում, ու այդ թելերով լավ պինդ, ընենց պինդ անում էինք գնդակ։ Այս չափսի գնդակ էինք։ Թենիսի գնդակ էլի, թենիսի։ Թենիսի գնդակի չափ գնդակ էինք անում։ Բայց Անայ, այդ մեր լեննականի երեխեքի այդ խաղերը, որ կա, գնդակը, որ խաղում էին, կլաս էին խաղում, երևանցիք դրանից գաղափար չունեին։ Ինչ խաղ էիք խաղում այդ գնդակով։ Ուրեմն այս գնդակը, ես ձեզ ցույց եմ տվել երեխա ժամանակները։ Բեյսբոլ եք խաղացել, բեյսբոլ։ No, չէ, բեյսբոլ չի խաղում։ Նամանավատ այդ մեր մայթերն են, այդ Ալեքսանդր Ցարը, որ եկել էր այդ ամբողջ լեննական այդ կենտրոնը սարքել էր, հատուկ մայթեր կային, որ ասում են, չէ, երկու կողմերը մայթեր կար։ Մի մետրի վրա սալահատակներ էր։ Երկու հատ սալահատակ, ասենք, ու այնքան պինդ էր դրանք, որ գնդակը որ խփում էր, ինքը բարձրանում էր գնդակը։ Դրա վրա էին խաղում գնդակը։ Ու թռնում էր գնդակը։ Անչափ, որ մի հատ խփում էր, գնա երևի 3 մետր բարձրանում էր։ Բա ինչ կանի ռեզինը։ Ուրեմն այդ ռեզինից գնդակներ էի սարքում ամեն մեկի համար ու խաղում էինք։ Հիմա մինչև 10 տարբեր էլեմենտներ կար։ Այս մեկն էր, մի հատ էինք խփում, թռնում էինք, գցում էինք վերև, 2, 3 հատ էինք խփում, գցում էինք 3 հատ վերևը, մինչև 7, 8, 10։
հետո պետք է շատ բարձր խփենք, ձեռքերս տանենք, բերենք քանի անգամ, 7 անգամ, եթե չէր անում, որ մնում էի դու, հաջորդն էի խաղում։ Շատ հետաքրքիր խաղեր էին խաղում։ Հետո որ եկանք Երևան, որ եկանք, տեսին դրանք երեխեքը ոչ մի խաղեր չկար։ Հնարամիտ էր լեննագանը, երեխեքից բռնած ստեղծողներ էին անայք, այդ խաղերը մենակ լեննականցիք էին խաղում։ Այդ երեխեքը, լեննագանը երեխեքը։ Արա դե ուրիշ եք եղել էլի լեննականցիք, խոմ մեր թայը չեք եղել Հետո վերջը, երևանցիների։ երազում էի այդ գնդակի թենիսի։ Հետո որ մեծացանք արդեն թող եկանք Երևան եկանք, մեծացանք, որ հետո երեխեքն էլ մեծացան, այդ գնդակը դարավ սովորական նայում էի, հետո որ վերցնում եք, դուք այդ գնդակով խաղալ չգիտեք։ Այդ բուջուր հա։ Բայց այդ թենիսի գնդակն գիտես ինչ լավ ամբարձան, որ խփում ես քար, նամանդ մայթերին է խաղում։ Չէ փսկում սկի։ Իմ երազանքն էր այդ թենիսի գնդակը։ Մինչև հիմա որ նայում եմ, իմ մեջ ինչ որ հոգուս մեջ սպասելիք կա, նախանց աչքերով եմ նայում, ուր էիր դու ինչ։ Մամա, կողքի սենյակը ցելլիս էս մեծ պաճկով, չէ, 3 հատ ընտի թափտազա թենիսի գնդակ։ Հիմա որ դրանք նայում եմ անայի մամիաս։ ասեմ Երանի մի կա այդ տարիքին հանգած այդ գնդակով խաղայ, կարոտս առնեի, նոր մեծանայի չանդամ, նոր մեռներ։ Վայ, մամա, միաս։ Անայ այդ պատերազմը շատ դաժան բան է, անայի ջան։ Կոկու, բարև ձեզ, սիրելիներս, կրկին անգամ բարև ձեզ։ Ես դուրս եմ եկել, որպեսզի ձեզ ցույց տամ մի քանի լուկ իմ գնաց մոկասենների հետ, երեք ես այնպես ցույց տվեցի, խոստացել է եւ այն կանը, չնայած նրան, որ բավականին շոկ է, չեմ կարող ասել այսօր այդքան շոկ է, ասել մի քիչ հով է, դրա համար առավոտյան մի քիչ ուժ վերցրեցի ինձ, վերապահեցի եւ դուրս եկա եթեր։ Հիմա պատրաստ եք մի քանի լուկ տեսնելու։ Գնացինք։ Եկա սիրելիներս, դուք Անահիտին արդեն տեսել եք, քանի որ YouTube-յան իմ Անիկը բոլորդ ինձ ճանաչում եք, բոլորդ գիտեք, որ ես մեզոն կապտենի համար էի աշխատում։ Ահա, ես պատրաստեցի մի լուկ այս մոկասենների հետ։ Ասեմ տես, մոկասենները, սիրելիներս, սրանք տղամարդու կոշիկներ են եղել միշտ։ Մեր մոտ հիշում եք, ասում էին չարող։ Եվ այս մոկասենները դարձավ բավականին տարիներ արդեն ինքը համարվում է ամբողջությամբ, ինչ ասեմ, մոդայից դուրս չի գալիս։ Եվ ամենակարևորը, ժողովուրդյա, պետք է բոլորդ ունենաք սա ձեր պահարաններում։ Ես որոշեցի այսօր հագնել այս սպիտակ վերնաշապիկը, առաջին իմ լուկը, ջինսից տաբատը լայն եւ այս ժիլետը, որը որ շատ համապատասխանում է, եւ այս պայուսակը։ Ահա իմ առաջին լուկը, որը որ եւ սպորտային է, եւ շիկ է, եւ անհամբերությամբ սպասում եմ, երբ պիտի ցողովերը սկսվի, որպեսզի արդեն sense հագնենք, արդեն հոգնել ենք ոչինչ չհագնելուց եւ տանը նստելուց։ Ահա սիրելիներս, ձեր Անահիտի առաջին լուկը այս չեմ ասում, մոկասենների հետ։ Հիմա անցնենք հաջորդին, գնացինք։ Անցանք մյուս լուկին, երեխեք ջան, այսօր ես պատրաստեցի ձեզ total look jeans, հակային ջինսից օղորվածիկ վերնաշապիկ իմ հավաքածուի, ջինսից տաբատը գնել եմ, սա իմ հավաքածու չէ, շորտում ասեցի իմնա, բայց իմը չի, սա մանգոյից եմ գնել, բաղել, և մոկասենները, պայուսակները իմ հավաքածուից, ինչ եմ ուզում ձեզ ցույց տալ, գոտինել։ Դուք կարող եք ձեր լուկը այնպես վերցնեք, որ և մնաք երիտասարդ, և վուլգարության մեջ դուրս չգաք, և լինեք ավելի, ինչ ասեմ, համահունչ, երբ որ մենք հագնում ենք total look, մեզ ինքը ավելի դարձնում է մոնոգույն, մոնոտոն, և կորցնում ենք մեր կլորիկությունները։ Ասեմ դες, ես ինչու եմ մտցնել մեջը, տաբատը, որովհետև ես փորի հատվածում այդքան շատ հաստություն չունեմ, չնայած մի քիչ գերացել եմ, բայց ստամոքս չունեմ։ Այն կանայք, ովքեր ունեն մի քիչ ստամոքսի հատվածում լայնություն, ջինսը դրեք իջացեք ներքև։ Հիմա ես մեկի հարցին պետք է պատասխանեի, ես ունեմ ազդրերի մասը, չգիտեմ չափսը երկար ոնց։ Երեխեք ջան, բոլորիդ ասել եմ, ձեր լինեք կարճ թե բոյով, ձեր
հա, շատ բարձրահասակի կարող են երկար հագնել եւ շատ նիհարները կարող են հագնել երկար վերնաշապիկներ։ Կանայք, ովքեր ունենք մի քիչ, ինչ ասեմ, կոլորիկություն եւ ունենք մի քիչ ապետիտներ ժենշինի, այդ կանայք սիրելիներս խորհուրդս այստեղից ցածր երկարություն չհագնել, դա ձեզ նստացնում է։ Կան կանայք, ովքեր շատ կարճ են, դա կարճացնում է եւ չմոռանանք ցույց տալ ձեր կոճիկները, տաբատը բարձրացնեք մի քիչ, հագնեք այնպիսի տաբատներ, որ ազատ ունեք իհարկե մեջը, բայց նաեւ դրա հետ մեկտեղ ասեմ ձեզ, որ չկոմպլեքսավորվեք։ Նայեք հայլի մեջ, ոչ մի բան բաց չի, շատ կլասիկ են մի հագեք իմ տարիքի կանայք։ Հագեք ավելի սպորտային, շիկ, սպորտի շիկ, ոչ թե սպորտային չեմ ասում բոթասներ, եւ ունեցեք մոկասեններ։ Այսօր այն ամբողջ բլոգը մոկասենների համար է։ Ես սա դուք տեսել եք սևը, ես այն հեսա սևով էլ ցույց կտամ, բայց ինձ թվում է այս բլոգի մեջ չի լինի, ամեն բլոգի մեջ մի քիչ երեխեք ջան, որտեղ շոկից խեղդվում եմ, չնայած նա որ սկվազնյակը, բայց ահավոր շոկ է։ Այսքանը այսօր նրանք ովքեր հավանեցին իմ լուկը, չմոռանաք ձեր բուտիկները, որովհետեւ ես իմանամ արդյոք դուր եկավ ձեզ թե ոչ։ Գնացինք։ Որոշել եք ճիշտ ասած ավարտել, բայց մտածեցի դե լավ, երեխեքին թույլ չտամ, որպեսզի տխրեն։ Այս սմոքինգը եւ այս տաբատը ես գնել եմ 2 տարի առաջ իմ հավաքածուին, ես սա ևս տեսել եք, հիշում եք, որոշեցի այսօր հագնել տոտալ լուք սև, հետո ասեցի ինչու՞ չէ, փոխեմ պոլոյով հագա եւ այս կոշիկներով սիրելիներս։ Հիմա ինչ եք կարծում։ Ասեք տեսնեմ։ Արդյոք կինը պետք է ինքը մտածի, որ ինքը 60 տարեկան է, կյանքն ավարտված է, ես էլ արդեն ինչ եմ պիտանի, ունեմ թորներ, նստեմ տունը, ջաշ սարքեմ, համեն մի հատ վերեք կենում ու գնում խանութ, կակրած Ֆրանսիայի ապրողների համար հնարավոր էժանացումներ է, ձեզ տեսնեմ, երբեք չասեք մեծ եք, տարիքը դա միայն թիվ է, նայեք տեսեք մամային ինքը դեռ հագնվում է և հագնվում, սիրելիներս, իմ սիրելի կանայք, Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մի հատ վերցնում եք ձեր պայուսակները, ձեր քարտերը, ձեր փողը եւ գնում եք խանութ, գնում եք ձեր համար գեղեցիկ հագուստներ գնել եւ ճիշտ ասած ասեմ ձեզ, չմոռանաք մոկասեններ, բոլորդ ընտրեք մոկասեններ, գոնդոլոտ չընտրեք երեխեք ջան, տապակոտ։ Դե ինչ սիրելիներս, Անահիտը խաշվեց, երևի մի կիլո իջա, նիհարեցի, հիմա գնամ դուրս, մայրիկը եկավ մի մոմենտ անցավ, գնամ մի քիչ մայրիկի հետ զրույցտամ եւ բլոգը հավաքեմ, որպեսզի դուք ունենաք բլոգ։ Դե ինչ, ահա եւ ձեր Անահիտը չկան։ Վերադարձավ, մի շաբաթից սկսում է մեր հետաքրքիր բլոգները, մեր բացելու ենք ящիկը արկղը ձեր հետ, կախելու ենք ձեր հետ, շատ հետաքրքիր բլոգներ ա ձեզ սպասում, բացի ящիկից գնացինք։ Մոռացա ձեզ ասեմ, եկեք սրանով ավարտեմ իմ բլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, նրանք ովքեր դեռ չեն գրանցվել եւ պատահաբար մտնում տեսնում են եւ ցանկանում եք տեսնել թե ովքեր են այս կանայք եւ ինչ է ինքը ցույց տալիս, սիրելիներս, կարող եք միանալ, եթե դրական եք, նեգատիվ մարդիկ մեր YouTube-յան թիմի մեջ գործ չունեն։ Այնպես չեմ սիրելի աղջիկներ, կանայք եւ պարոնայք, իհարկե այդպես է Անահիտ ջան։ Գնացինք ժողովուրդ ջան, դե ինչ գնացինք, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ հրաշալի օր, ձեր Անահիտը խաշվեց եւ ձեզ ասում եմ պակա, պակա։